Այսօրվա մեր բանախոսն է, վստահ եմ շատերիդ քաչ հայտնի, Գագիկ Գինոսյանը, որը խոսելու է հայ ազգային մշակույթը որպես հայ մարդու հոգեկերտվածքի հիմնասյուն։ Խնդրեմ, պարոն Գինոսյան։ Անկեղծ ասած, ինքս շատ բաներ ունեմ սովորելու այն թեմայով, որը հիմա պիտի բանախոսեմ և ինձ համար շատ լուրջ հիմնախնդիր է այս տարիների ընթացքում զբաղվելով ազգային մշակույթով ինձ համար առանց որևէ մեկին, որևէ մեկ մշակութային գործի, առավել ևս իմ հարազատներին, ով ինձ հետ տանում է այն լուծը, այն բեռը, որ ազգային պար է կոչվում կամ ազգային երկպար, առանց որևէ վիրավորական կամ որևէ մեկ կրավորական երանգ տալու, ինքս անընդհատ այդ երկընտրանքի մեջ եմ, մշակույթը ինչ է ի վերջո, և հաճախ մենք մտնում ենք մակուղի հենց այն պատճառով, որ մենք մշակույթը դիտում ենք որպես նպատակ։ Իրականում ինձ համար նորից կրկնվեմ առանց վիրավորելու մշակույթը ընդամենը միջոց է մարդու տեսակ հայ մարդ կերտելու համար և եթե մշակույթը դառնում է նպատակ, ապա վերածում է ինչ-որ նոնսենսի, որով կարծես թե այլևս զբաղվելու նաև ցանկություն անգամ չի լինի։ Երբ որ ազգային պարը մտավ փակուղի, դա դեռևս 60-ական թվականներին էր և Պարոս Սևակը դրա մասին բարձրաձայնեց, նայում ես հայկական պարը և չես հասկանում սա պար է, բալետ, գեղարվեստական մանրամասնություն, տեքնիկեսային համար է։ Նրան հակադարձեց Վանուշ Խանամիրյանը, մեղադրելով, որ դուք թույլ չեք տալիս, որ ազգային պարը բարձրացնենք միջազգային մակարդակի և Պարոս Սևակը ասեց բարձրացրեք ձեր բալետը ուր ուզում եք, ազգային պարը թողեք անաղարտ, որովհետև այն հայ մարդու հոգեկերտվածքի հիմնասյուներից մեկն է։ Կար մի ժամանակ և հիմա էլ շատ մշակութային ուղղություններ, նաև պարարվեստում, որ իրենց համար մարմինը սկսեց ֆետիշացվել, այսինքն բարձր թռնող մարդը, լավ պտույտներ կատարող, պլաստիկ շարժումներ անող և այլն կամ լավ վոկալ ունեցող, լավ ձայն վերարտադրող, ճշգրիտ մարդու դիմագծերը նկարող մարդը համարվում էր կատարյալ նկարիչ կամ կատարյալ երգիչ կամ կատարյալ պարող և այսօր էլ ասում են լավ ձայն ունի։ Մշակույթը որպես այդպիսին, եթե ունի համարակալելու թվանշաններ, թե ինչ է, ապա համար 1, համար 2, համար 3 առնվազն դա հոգի է։ Եվ ապա նոր ինչ-որ երևույթներ, եթե պարը պիտի համեմատենք արձանի հետ, ապա մարմինը ընդամենը պատվանդանն է մի արձանի, որ պիտի կոչենք հոգի։ Եվ եթե մենք ազգային հոգեկերտվածքի մասին չենք խոսում, մշակույթի մասին խոսելուց, այլ խոսում ենք ընդամենը լավ կատարողականի մասին, ապա վստահ եմ, որ դա բացարձակ ոչինչ չի տալու ոչ մեկին։ Եվ մարդիկ, որոնք ինչ-որ բաներով զբաղված են, բայց ոչ հոգևոր արժեքները նախ և առաջ իրենց համար բացահայտելու, ապա նաև հանդիսատեսին վերադարձնելու, ապա նրանք դատապարտված են ինչ-որ ժամանակավոր ինքնախապեյությամբ զբաղվելու։ Ձեզ հետ հանդիպմանը պատրաստվելուց փորձեցի նաև միջազգային այլ հռչակավոր մասնագետների, փիլիսոփաների կարծիքներ լսել, կարդալ և շատ հետաքրքիր մի միտք, անկեղծ ասած, շատ քիչ մտքեր կան, որտեղ ազգային ինքնագիտակցության հետ է կապվում մշակույթը։ Ցավոք սրտի, և դա վերաբերվում է շատ դեպքերում մեր թվարկությունից առաջ կամ մեր թվարկության վաղ դարաշրջաններում։ Բայց մի միտք ամեն դեպքում ինձ շատ հուզեց հոգով վերարտադրելու, հոգով վերապրելու դեպքում
պարն իրականում վերածում է մարմնի աղոթքի։ Մոտարապես նմանատիպ ինչ-որ մի միտք, որը ինձ շատ հուզեց, որովհետև իրականում ես բեմի վրա շատ դեպքերում ինքս բոլորովին այնպիսի հոգեվիճակում եմ, որ եղել է դեպք, երբ որ երկրի նախագահան 5 մետրի վրա նստած է եղել, ես 5 պար պարել եմ և չեմ էլ տեսել և ինձ համար միևնույն է ով կլինի, լուսահոգի հայրս է լինել Դարլիճում, ես չեմ տեսնելու, որովհետև ես այդ պահին բոլորովին այլ հոգեվիճակում եմ լինում և ինձ համար եթե խոկման, արարման եզր չկա իմ արածի մեջ, ես երբեք չեմ կարողանա բեմ բարձրանալ։ Իր սկզբանե բեմը ինձ համար միշտ եղել է խորան և առանց առաքելություն ունենալու որևէ մեկը, եթե բարձրանում է բեմ, նա պղծում է այն ինչ որ կոչվում է հոգևոր աշխարհ, այն ինչ որ կոչվում է աստվածային երևույթ և աստվածային շնորհ։ Ինչ վերաբերում է ազգային հոգեկերտվածքին, ապա պիտի մեջ բերեմ մի քանի հին փիլիսոփաների, մեր թվարկությունից առաջ չինացի փիլիսոփաներից մեկը ասում էր պետությունները կառուցում են կայսրերը և երգիչները։ Երգիչ ասածը դա ընդհանուր մշակութային գործիչների մասին էր խոսքը։ Եվ կարծում եմ, որ այստեղ շատ լուրջ հիմնավորում կա և շատ դեպքերում նաև այս միջոցառմանը պատրաստվելուց վերընթերցեցի Սևակի արձակ մտքերը Պաուլ Սևակի մասին, ընթերցելով նաև Եվայր մի Մաշտոցանուն պոեմը, որին հավելյալ կա նաև բավականին հետաքրքիր դիտարկումներ արձակ ձևով և այնտեղ շատ լուրջ մտքեր կան հնչեցված Մաշտոցի մասին, ինչ արեց Մաշտոցը ի վերջո հայ ազգի համար։ Մաշտոցը բերեց այն, որ մենք չունենալով պետականություն և արդեն Մաշտոցի կյանքի վերջի շրջանում մենք նաև կորցրինք պետականություն և դրանից հետո նաև մի քանի դար պիտի չունենայինք պետականություն, բայց Մաշտոցը արեց այն, որ մենք կարողացանք ավելի գերհզոր պետություններին, գերհզոր իշխանություններին դիմակայենք հոգևոր արժեքներով։ Բազուկի ուժին դիմակայենք մեր հոգով, մեր գաղափարներով, մեր մտքի ուժով, բազուկի ուժին մտքի ուժ։ Եվ այս է պատճառը, որ թերևս մշակույթի արժեքը մենք հաճախ վերագնահատելով չենք հասկանում, որ մենք հաճախ նաև գոյատևել ենք Մաշտոցի շնորհիվ, Նարեկացու և Կոմիտասի շնորհիվ նաև այսօր։ Երբ որ որոշում կայացվեց կառավարությունը երկար տարիներ մեր այս ամեն ինչը անտեսելով, վերջապես կառավարությունը որոշում կայացրեց, որ ազգային պարը պիտի մտնի դպրոց, Facebook-ի էջերից մեկում ինչ-որ մեկը տեղադրել էր Կասկադի նկարներից, որ մենք ժողովրդի հետ պարում ենք, և գրել էին, որ ապրեն, որ վերջապես կարողացան պարտադրել ազգային պարը մտցնել դպրոց։ Իմ ուսանողական ընկերներից մեկը, որ իմ ուսանողական տարիներից թերարժեքորեն էր վերաբերում ընդհանրապես մշակույթին, գրել էր ողբամ քեզ ազգ, որ պիտի պարի հույսին մնաս։ Իրականում կարծում եմ պետք է ողբալ նման մարդկանց, որոնք այդպես էլ չեն հասկանա ինչ է ազգը, որ միայն մտքով ոչ մեկին չես տանի ոչ միտեղ, եթե մարդը ոգով միաձուլված չի իր տեսակին, միայն գաղափարով այդ մարդուն ոչինչ ոչ կարող ես տալ, ոչ էլ կարող ես ուզել, որտեղ միտքը առանց հոգևոր արժեքի, ես վստահ եմ, որ չգիտեմ, Պաուլ Սևակը նախ շատ գեղեցիկ պարող է եղել, ես վստահ եմ, որ Մժդե այդքան լավ պարող չի եղել, բայց վստահ եմ նրանում, որ նրա մեջ հոգևորը այնքան էլ պակաս չի եղել և հոգևոր արժեքները շատ ավելի զորեղ են եղել և հավասարազոր իր ոգեղեն և իր այդ գաղափարական հենքի, այլապես նա չէր կարողանա ծնել նման մտքեր։ Ինչ է ազգային հոգեկերտվածք և ինչ կերպ պետք է մենք կարողանանք դրան գալ, ինչի ենք ասում, որ մշակույթը դա ազգային հոգեկերտվածքի սյունն է, սյուներից մեկը։ Ի վերջո դարեր շարունակ մենք ապրելով մի տարածաշրջանում, մենք պարտադրված ենք եղել, լավ իմաստով պարտադրված, գրել մի մշակույթ, կերտել մի մշակույթ, որը ամբողջովին շաղկապված է մեր տարածաշրջանի հետ։
Մեր մշակույթի այսպես իրական երաժշտական մշակույթի հետ կապ չունեցող խոհանոցն անգամ ավելի քան շահկապված է մեր բնակնիմական պայմանների, մեր աշխարհագրական գոտու, մեր ուսական աշխարհի, կենտրոնական աշխարհի, այսինքն մենք չէինք կարող ունենալ այլ բան, քան այն, ինչ որ մեզ շրջապատում էր։ Մենք չունենք, կներեք օտար բարի համար, ուստրիցաներ, մենք չունենք սուշիներ, եւ մեր արհեստամոքսային տրակտից բռնած հարմարեցված է այն ամեն ինչին, ինչ որ կա մեր շրջապատում։ Պիտի ասենք, որ աստղաբաշխական այդ ամեն ինչը, եթե դիտենք, որ մենք ունենք համակարգեր, աստղային բաներ, համաստեղություններ, ապա պիտի այնտեղ տեսնենք, որ այն ինչ որ դիտվում է Հայաստանից եւ հայկական կոչում անուններ են ունեցել ի սկզբանե, այնտեղ չկան փղերի հետ կապված, ընձուղտների հետ կապված ինչ որ անվանումներ։ Եթե մենք դիտում ենք մեր պարային կամ այլ մշակույթները, գորգագործությունը եւ այլն, այնտեղ չեք տեսնի կենգուրուի պաշտամունքի բար, որովհետեւ դա ուղղակի ծիծաղելի կլիներ, եթե հայերը հայկական լեռնաշխարհում կենգուրուների բարեր ունենային։ Եվ ծիծաղելի կլիներ, եթե ասենք ինչ որ Սասունի լեռներում ինչ որ մեկը ձկների նվիրված պար ունենար եւ բնական է, կարծում եմ, որ Վանա ձկնոր պար պիտի ունենանք կամ պիտի ունենանք ասենք պաշտամունքային այնպիսի հենք, որը ամբողջովին շահկապված է մեր տարածաշրջանով, մեր շրջապատով։ Այն, որ մեր մշակույթը ի սկզբանե ծնունդ է առնում մեր հույզերից։ Այսինքն ինչ է մարդկային հույզ, դա կարող է լինել անգամ նաև վախ, կայծակից ունեցած վախը, կարկուտից, առավիճներից, մեր երաշտից եւ այլն, դա կարող է լինել ուրախություն, ասենք փոթորկից հետո ծնվող արևը եւ արևի նկատմամբ ծնվող պաշտամունք։ Դա կարող է լինել նույնիսկ նախախնամություն, դա կարող է լինել մտայնություն, բայց միևնույն է, եթե դա վերածում է ինչ-որ ձևով մեր պաշտամունքի հավատալիքի, դա ներազդել է մեր մշակույթի գոյացման եւ զարգացման վրա։ Այսինքն այն, ինչ որ մեզ շրջապատել է հազարամյակներ, քանի որ մենք ի տարբերություն շատ կոչվոր ցեղերի չենք տեղաշարժվել, չենք գնացել, խոսքը Սփյուռքի մասին չէ, որ 100 տարի է ինչ մոտավորապես գոյացել է, իհարկե կան միգրացիաներ, որ տեղի են ունեցել անի ավերումից հետո եւ այլ մանր մեծ միգրացիաներ, բայց գլոբալ միգրացիայի մասին, այսինքն մենք շարունակել ենք անկախ այդ միգրացիաներին, մենք շարունակել ենք գոյատևել հայկական լեռնաշխարհում եւ մեր մշակույթը շատ ավելի քան կարելի ասել շահկապված է այդ տարածաշրջանով, որ կոչում ենք հայկական լեռնաշխարհ։ Մենք ունենք խոյերին նվիրված պաշտամունքային պարեր, մենք ունենք ձկներին նվիրված եւ ձկնորսության նվիրված պարեր, եւ մենք ունենք, ասենք, կռնկավեն պար, մենք ունենք թռչունների մի ահռելի պաշտամունքային շերտ, որը ծնվել է այն հավատալիքներից, որ հայ մարդը հավատացել է, որ երկնքում ապրում են հայոց աստվածները, իսկ երկրի տակ ընդերքում ապրում են չար ուժերը, չար ոգիները։ Եվ իրենց ամբողջ մշակույթի առաջի արտահայտությունը եղել է թռչունների պաշտամունքը, որովհետև նրանք հավատացել են, որ թռչունները միակ արարածներն են, ի տարբերություն առյուծի կամ հզոր ինչ-որ այլ կենդանիների, միակ արարածներն են, որոնք իրենց կապում են իրենց աստվածների հետ։ Այսինքն թռչունի պաշտամունքը գալիս է նրանից, որ նրա հետ ինչ-որ հույս են կապել եւ թռչունի շարժումը վերարտադրելով եւ եթե տատիկ պապիկների հետ շփված մարդիկ կան, որոնք բարերի հետ կապված տատիկներից հարցեր են ունեցել կամ տատիկներից լսել են, ոչ մի հայ մարդ չի ասում ձեռքի բռնած պարեցինք, այլ ասում է թևի պարեցինք, թևը դա թռչունի մասը է, ոչ մարդու։ Շարժում կա պարերի մեջ, որ կոչվում է թևեր, պարերը, որոնք արագ են եւ ունեն բարձր գետնից կտրվող շարժումներ, նրանք կոչվում են թռնոցիներ եւ ոչ թե ցատկոցիներ եւ այլն եւ այլն։ Այսինքն այս շերտը շատ ահռելի մեծություն ունի եւ ես ուղղակի այս նմուշները, օրինակները բերում եմ նրա համար, որ մենք հասկանանք այն մշակույթը, որ կա այսօր, եթե մենք կարողանանք կենցաղից վերանանք, մտնենք այդ մշակույթի մեջ, հավատացնում եմ ձեզ, դուք
լիարժեքորեն կվերապրեք այն, ինչ եղել է 5 կամ 7000 տարի առաջ։ Մշակույթը ձեզ տանելու է այն խողովակով, որը կուզեք ժամանակի մեքենա կոչեք, ինչ անունով ուզում եք կոչեք։ Մենք Մարտունու Ձորագյուղից գրառեցինք մի պար, որը կոչվում է Շարանի, որը ներկայացրեց մի պապիկ 84 տարեկան, որին ուղղակի կես ժամ ձեն էին տալիս, վառարանի կողքի քնած, որ քաղաքից մարդ հայք է ուզում է իրեն տեսնի, ինքը մի քանի հարկանի հայրանքներով թողին ասեց թողին քնի, եւ միայն այն ժամանակ, երբ որ ասին պարով ծանձայ եկել քաղաքից, ինքը ելավ նստեց եւ հետո տրորելով աչքեր ասեց ինչ ա պետք, եւ մի երկու բաժակ իր քաշած օղին, իմ տարած օղին շահավանեց եւ իր քաշած օղին խմելուց հետո զարթնեց, վերջապես, եւ դրանից հետո ինքը սկսեց ցույց տալ շարժումներ։ 84 տարեկան Յորդաբեկ պապիկը 15 րոպե հետո 60 տարեկանի տեսքում է։ Եվ հավատացնում եմ ձեզ, սա պատահական բան չէ, մոտեցում չէ եւ պատահականություն չէ։ Այդ բարերի, երգերի եւ նման մշակութային գանձերի մեջ իրոք մեդիտացիոն բաներ կան, որոնք մարդկանց բերում հավաքում են, կենտրոնացնում են ինչ-որ բաների հետ միաձուլելով։ Այսինքն ամբողջ խնդիրը այն է, որ մենք ինչ որ ունենք մեր շրջապատում, ներազդել է եւ ձևավորվել է մի համակարգ։ Եվ իրականում կա ազգային արժե համակարգ, որը հաճախ մենք փորձում ենք անտեսել կամ ապազգային տարրերը փորձում են ասել, որ ծիծաղելի է այսօր խոսել ինչ-որ արժե համակարգներից եւ դա վաղուց կործանված է, չկա ոչ մի կործանված բան, եւ մարդը, որը փորձում է գնալ ինքնաբացահայտման, ինքնաճանաչման ճանապարհով շատ շուտ վերագտնում է այն ազգային արժե համակարգը, ինչ որ բնորոշ է եղել 100 տարի առաջ կամ 1000 տարի առաջ առանց որևէ լրջագույն տարբերության։ Տարբերությունները կայանում են միայն նրանում, ինչ որ փոխվել է արտաքին պատճառանք, այսինքն կենցաղային փոփոխությունները, բայց ներքին հոգևոր արժեքներով այդ արժեքները բացարձակ ոչ մի փոփոխություն չեն կրել։ Եվ երբ որ մենք կարողանում ենք այդ հոգեկերտվածքին վերադարձնել երեխաներին, հիմա վերջերս մի հետաքրքիր միջադեպ եղավ, ես աշխատում եմ 9-10 տարեկանից ցածր տարիքի երեխաներից չաշխատել։ Բայց իմ ծանոթներից մեկը խնդրեց, որ մասնավոր մանկապարտեզում մեր տղաներից մեկը գնա եւ գոնե ինչ են կոչվում, դարակների հետ պարապի, որպեսզի գոնե դարակները ունենան ազգային հոգեկերտվածք եւ կարողանան երեխաներին ճիշտ դաստիարակել։ Դարակներից կամաց անցավ երեխաներին, հիմա 6-7 երեխա ավարտել են մանկապարտեզը եւ գնում են արդեն դպրոց եւ իրենց ծնողներին պարտադրում են, որ իրենք ուզում են շարունակել պարել եւ ուզում են պարերով զբաղվել։ Եվ փորձում են լուծել այս խնդրումը եւ մեկ է մի նոր լուր երկու զույգ քույրեր, որոնք ընդամենը 7 տարեկան են եւ նոր դպրոց են գնում, որոնք շատ լավ ռիթմի զգացողություն ունեն եւ մշտապես եղել են հարսանիքների, խնջույքների զարդը, որովհետեւ ուր գնացել են, ծնողներն ասել են, դե թող ձեր աղջիկները մի հատ իրեն ցույց տան, այս երեխեքը պարել են։ Հիմա հետական անգամ գնում են հարսանիքի եւ ասում են, դե ձեր երեխեքը խիչ են պարում, հելն են։ Երեխեքին ասում են, երաժշտությունը միացեք, պարենք։ Եվ միացնում են ինչ-որ ռաբիս երաժշտություն, երկու աղջիկ կանում են իրար կողքին, ասում են, սա պիղծ երաժշտություն է եւ սա հայկական չէ։ Իրենք չեն լսել երաժշտություն, այնպես չի որ գիտեն այդ երաժշտություն, ասում են, սա հայկական չէ եւ մենք չենք պարում։ 2-3 երաժշտություն փոխելուց հետո աղջիկները ու ասում են, որ սիրելով միշտ ուշադրության կենտրոնում լինել, միշտ իրենք ծափ են տվել եւ այլն, բայց իրենք հիմնավորապես հրաժարվել են անհասկանալի երաժշտության ներքո պարել։ Եվ դրանից հետո միայն էջմիածին բարեղանակը ինչ-որ ինտերնետից ստիպել են այդ երեխեքը մոտները երաժշտություն չէ, ստիպել են ինտերնետից էջմիածին եւ փափորի պարերը ներբեռնել եւ դրանից հետո նոր իրենք ցույց են տվել իրենց ունակությունները։ Սա մոտարապես թե ինչ կարող է լինել երեխայի հետ, եթե երեխան իրոք ստանում է հայեցի դաստիարակություն, ճիշտ մշակույթով է դաստիարակում եւ
Այն տղան, որ մեր խմբից, որ իրենց հետ աշխատել է, ասում եմ դու նման բաներ ասել ես, բացատրել ես, որ հանկարծ սիրատակ չպարեք, ներատակ չպարեք, ասում եմ չէ, ուղղակի ընդհանուր խոսակցություններ է եղել, որ սա հայկական է, սա հայկական չէ, սա աղավաղված է, սա ինչ-որ խեղված բաներ ունի, տարեր ունի և այլն։ Այսինքն մենք ինձ համար կոնկրետ մշակույթը դա մեր հոգևոր հայելին է։ Եվ իրականում տարիներ, տասնամյակներ շարունակ Խորհրդային Միությունը ուղղակի խեղում էր մեզ և հիմա էլ շարունակում է, այնպես չի, որ հիմա առանձնապես փայլում ենք մի նոր առանձնահատկությամբ, մենք գտնվում ենք, ապրում ենք խեղված կամ ծիծաղի հայելիների սենյակում։ Հեն որ մտնում ենք ներս, կարծում եմ, ով էլ որ չի եղել, մոտավորապես պիտի թե դա ինչ է։ Մտնում ենք ներս և ինքներս մեր վրա ծիծաղում, հետո սկսում ենք ամաչել մեր տեսակից և փորձում ենք դիմակավորված իբր Եվրոպա գնացող տեսք ունենալ և համապատասխանվել Եվրոպայի և դառնալ եվրոպական։ Այս ուղղությամբ էլ շատ գրականություններ փորձեցի թերթել, մենք այդպես էլ եվրոպացի չենք դառել ու չենք դառնալու, և սա միայն մեր կարծիքը չէ, հայ փիլիսոփաների, հայ գիտնականների, այլ նաև եվրոպացիների կարծիքն է, որովհետև մենք շատ ինքնատիպ ենք, սա որևէ լոպազության երանգ չունի իր մեջ ինքնատիպության մասին խոսելուց, այլ մենք իրականում հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովուրդն ենք, որը իր կղզիացած, աշխարհագրորեն կղզիացած տարածաշրջանում, եթե շահկապվածել է, ապա հարակից երկրների ազգությունների կամ ազգերի որոշ տարրերի հետ, բայց ոչ այն եվրոպական երևույթների, որ հաճախ մենք փորձում ենք, ուզում ենք այդպես եվրոպամետ լինել և այլ։ Դա բացարձակ չի նշանակում, որ մենք պետք է մերժենք Եվրոպան կամ Արևելքը։ Մենք ինչ-որ հետաքրքիր սինտեզ ենք ստացվել դարերի ընթացքում Արևելքի և Արևմուտքի։ Մենք եղել ենք մշակույթների և կրոնների խաչմերուկներում, քաղաքակրթությունների և քաղաքական շահերի խաչմերուկներում և մենք ստիպված ենք եղել դիմակայելու և ինքներս կայանալու համար հաճախ կրել երկուսը մի անգամից, կարողանալ այդ երկուսը ներդաշնակել, այսինքն երկու տեսակը ներդաշնակել մեկ մարմնի մեջ։ Եվ դա բացարձակ վատ չէ, որ մենք այդպիսին ենք և ամենակարևոր բանը մենք շատ ինքնատիպ ենք և ամենակարևորը մեր ինքնատիպությունը կորցնել պետք չէ և պետք չի ուղղակի արհեստականորեն փորձել կապկել ուրիշներին։ Ազգային մշակույթի առումով յուրաքանչյուր ազգ կերտել է իր մշակույթը, չկրկնվելով ամեն դեպքում մշակույթը, որը ամբողջովին շահկապված է իր հավատալիքների, իր հույզերի, իր մտավախությունների, վախերի, հիացումների և այլ իր հոգևոր դրսևորումների համապատասխան։ Հոգու արտահայտությունը մարմնի միջոցով, վրձնի միջոցով, երգի միջոցով, բացականությունների կներեք։ Անգամ պարի մեջ հեյը գոռալու ձևից սկսած տարբերվում է, եթե ես ռազմապար եմ պարում, թե իշխանած պար եմ պարում, թե հարսանեկան պար, թե աշխատանքային։ Այսինքն ամբողջը վերաձուլված է այն տարածքի, այն հավատալիքների, այն երևույթների, ինչ որ շրջապատել է հազարամյակներ մեր կողքին։ Իրականում, թե ինչ վտանգ ունի այն, որ մենք հիմա դարձել ենք այսպես ամեն ափ նետվող և հաճախ ես ինքս շատ լսում եմ բախ և այսպես ասենք, որ բախը ասում են հայկական ծագում ունի, բավարարացներ, բայց այնուամենայնիվ դա կարևոր չէ այս պահին, խնդիրը այն է, որ ազգային մշակույթը ոչ թե պատնեշ է մեզ համար և ոչ թե մենք փորձում ենք պատնեշել մեզ աշխարհից կամ Եվրոպայից, դա հոգևոր մշակութային առումով չինական պատ չէ, չինական պարիսպ չէ, որ մենք փորձում ենք կանեցնել թույլ չտալով շփվել Եվրոպայի հետ կամ Արևելքի հետ կամ որևէ մեկ այլ մշակույթի հետ։ Հակառակը ազգային ճիշտ անավարտ մշակույթը դա այն հենքն է և այն կամուրջը, որով պետք է գնալ համաշխարհային արժեքներին։ Այլապես, եթե մենք
առանց կրելու, առանց վերապրելու, առանց արժևորելու, հասկանալու եւ ինքներս կատարողական առումով տիրապետելու ազգային մշակույթը, մենք ուղղակի ինքներս մեզ դատապարտում ենք կործանման, եթե մենք իբր քաղաքենիաբար մտածում ենք, որ մենք եվրոպական մշակույթը պիտի որ ավելի ընկալենք եւ ավելի դրան ձգենք, քան թե մեր ազգային։ Երբ որ մեր ազգային երկեպար առարկան փորձեցինք շնորհանդես անել 100 դպրոցների համար, շնորհանդեսի ժամանակ 100 դպրոց հրավիրված էր եւ բոլորը շատ խանդավառված էին, բայց գտնվեց մի կին երկիվուսուչուհի, որը շատ հետաքրքիր մոտեցում մոտեցավ մեզ եւ հեգնական տոնով ասեց, ուրեմն ձեզ թվում է, ես կոնսերվատորիա ավարտած դասական վոկալի մասնագետս պիտի հերնեմ ու սենց տրջեք տեմ ձեր։ Իսկն այս քաղաքենիությունը, որ իրենց թվում է, որ եթե ինքը վոկալ է ավարտել, ինքը այլևս հայ չէ, այսինքն եթե ինքը դասական վոկալ ավարտել է, ինքը այլևս շատ ավելի բարձր է մեզանից եւ ինքը վաղուց արդեն եվրոպացի է, մենք հետամնաց գյուղացիներ ենք։ Իրականում իշխանացված հպարտության առումով, ասենք հորովելի մշակույթ որպես արժեք եւ նմանատիպ լիքը օրինակներ կարող են դեր, Եվրոպան ուղղակի երանի կտար, որ նման արժեքներ ունենար։ Կամ անի, ասենք մարտաճար հարմեսներ, ով չգիտի անի մարտաճարի մեջ եղած արևելաձև կամարների հայտնագործությունը հիմք է հանդիսացել, որ ամբողջ Եվրոպայում գոթական եկեղեցաշինության համար, որ կառուցեն իրենց գոթական եկեղեցիների աշտարակները։ Եվ Տաթև ճարտարապետի այդ հայտնագործությունը ընկած է այսօրվա եվրոպական եկեղեցաշինության հիմքում։ Եվ դա հայերը չէ, որ ասում են, դա ասում է Ծագումով Լե հայտնի ճարտարապետ տեսաբան Տրժիկովսկի։ Այսինքն մենք հաճախ այնպիսի թերարժեքության բարդությունով ենք տառապում, նույն Տաթև ճարտարապետը վերակառուցել է Սուրբ Սոֆիայի տաճարի կամարը, որը տվյալ պահին եղել է աշխարհի ամենամեծ կամարը շարավով, եւ որևէ մեկ ճարտարապետ չի հանդգնել երկրաշարժից հետո խանդված այդ գմբեթը վերակառուցի։ Եվ միայն հայ հանճարին է տրված եղել այդ գտնել լուծումը, թե ոնց վերակառուցել աշխարհի ամենամեծ գմբեթը։ Այսինքն մենք ունենք այնպիսի արժեքներ, հետագայում մենք ունենք նաեւ նոր հանճարեղ մոտեցումը, մարդ, որ եկավ ուսումնասիրելու անի հանճարը, այսինքն Տաթև ճարտարապետի կամ ճարտարապետության մեջ Տաթև մեծ կոչվող, որտեղ Տաթև մեծը նաեւ մեր կրոնական փոփոխությունները իրականացնող թագավորին ենք ասում, Տաթև երրորդին, բայց այնուամենայնիվ Տաթև մեծ ճարտարապետի շարունակությունը հանդիսացավ Ալեքսանդր Թամանյանը։ Թամանյանը վերակերտեց 1000 տարի ընդհատված հայկական քաղաքաշինությունը եւ բերեց մի նոր շերտ, որտեղ շատ բնական, օրգանիկ ձևով ներդաշնակված էր անի ճարտարապետությունը, հայկական հանճարը, ժամանակակից տեխնոլոգիաներով ճարտարապետական։ Այսինքն մենք հաճախ այսպիսի երբեմն երկփեղվում ենք եւ մտածում ենք, որ կամ ազգանամոլական ձևով մեզ պետք չի ոչ մի բան, մենք ինքներս ամեն ինչ կանենք, կամ հակառակ այդպես քաղաքենիաբար ասում ենք, որ մենք չենք տրճուկտելու։ Կարծում եմ հանճարեղությունը հենց թամանյանական կամ Արամ Խաչատրյանի մոտեցումն է, երբ որ ազգային երաժշտական հիմքի վրա ազգային երաժշտությունը հասցվեց սիմֆոնիզմի։ Սա իրականում այն լուծումներն է, որ պետք է երևի թե շատերը ով ուզում է ոչ միայն ազգային մշակույթի միջոցով տիրապետի եւ հասկանա համաշխարհային մշակույթը, այլ նաեւ մեր մշակութային գործիչները, ով մշակութային օժտվածություն ունի, մեր ազգային արժեքները համամարտկային դարձնել, այսինքն ոչ միայն երկրպագել եւ հավատալ, չգիտեմ, այսպես ասենք, նաեւ հմայվել, զմայվել համաշխարհային արժեքներով, այլ նաեւ անել այնպես, որ
Նաև մեր արժեքները, իրական հոգևոր և բարձր արժեքները դառնան համաշխարհային արժեք և համաշխարհային մշակույթի գանձարանը լրացնեն։ Այն ինչ որ տալիս է հայկական մշակույթը որպես հոգեկերտվածք, չի կարող որևէ մի բան տալ։ Նա հավասարազոր ազգային ինքնության, ինքնագիտակցության, ինքնաճանաչման հավասարազորություն է հայոց լեզվի և ազգային գաղափարախոսության հետ մեկտեղ։ Եվ առանց որևէ այսպես բանի, թե որն է ավելի կարևոր, կարծում եմ ով Սփյուռքում եղել է, շատ տեղերում տեսել եք, որ նույնիսկ մարդիկ հայերեն չեն խոսում, բայց իրենց կներեք բառիս համար, փարթիներում անպայման փորձում են թամզարապարել կամ ինչ-որ մի բան, կրել մշակույթը, երգել կամ այլ դրսևորումներ ունենալ, կամ ուսումնասիրել հայկական ճարտարապետությունը կամ մշակութային այլ գանձեր, մանրանկարչություն եւ այլն։ Այն, որ մեր մշակութային գանձերը հիմնասյուն են եւ մեր հոգեկերտվածքը բնորոշել են Բոստոնում ապրող Սյուզան Լինցինանյանից գրառեցինք մի բառ, որը կոչվում է խոշ բիլազիկ, գեղեցիկ ապարանջան։ Եվ երկար ժամանակ շարժումներ ուսումնասիրելուց մոտ 2-3 տարի առաջին նմուշը տեսել է Ռաֆայել Հովհաննիսյանի մոտ, Ռաֆայել Հովհաննիսյանը առաջ անգամ ցույց տվեց, եւ այդպես կոորդինատները փոխանակելով երաժշտությունը Ռաֆայել Հովհաննիսյանը տվեց, հետո առիթ եղավ հայտնվեցինք Բոստոնում եւ գրառեցինք։ Եվ այդ հետաքրքրությունը ինչն էր, ոտքերի շարժումները, երկու ոտքերի շարժումները հիշեցնում են հելունի շարժումները, այսինքն ոնց է հելունը պատտում թելը, քաշում դուրս եւ մյուս հելունով թելի մյուս օղակը կամ հանգույցը։ Եվ մոտ 2 տարի ես վստահ եմ, որ դա աշխատանքային բառ է, որը վերարտադրում է մեր աշխատանքային մոտեցումները, աշխատանքի բնույթը եւ այլն։ Բայց տարիների փորձառությունը բերեց հանգեցրեց մի բանի, որ մեր մշակույթը բոլոր իր դրսևորումներում, դա լինի կերպարվեստ, դա լինի ճարտարապետության մեջ նախշազարդում, դա լինի խաչքարերի մեջ նախշեր, զարդեր, դա լինի պար, երգ եւ այլն, սափորների վրա կատարվող նկարչություն, ամբողջը ճառագայթաձև բխում է, հեռանում է, այսինքն դուրս է գալիս մի լուսավոր կետից, մի արեգակից, որ կոչվում է հայկական հավատալիքներ։ Գորգի վրա մենք տեսնում ենք վիշապագորգ ենք ասում, վիշապի ջրի պաշտամունքի հետ կապված երևույթներ, պարի մեջ տեսնում ենք դրա արտացոլքը, նույնը տեսնում ենք երգի մեջ, նույնը տեսնում ենք սափորի վրա իրականացված եւ այլն եւ այլն։ Այսինքն ոչ թե մի մեծ համոզմունք տարիների փորձառությունից, որ ոչ թե պարը կարող էր ազդել սափորագործության վրա եղած նախշերի կամ խաչքարը ազդել գորգագործության վրա, այլ բոլորի մեջ արտացոլված են մեր հավատալիքները, որոնք ծնվել են հենց այս տարածաշրջանում, հենց շահկապված լինելով այս տարածքի մեր բնակդիմական պայմանների, մեր շրջապատող կենդանական աշխարհի, մեր, չգիտեմ, մասնավորաբար տարբեր տարածաշրջաններում այս կամ այն հավատալիքի, մեր լեզվաբարբառային հնչյունահամակարգի, ասենք որպես օրինակ միշտ սիրում եմ ասել, որ եղեգնուտներով հարուստ տեղերում բարբառների մեջ ստառը շատ կա, այդ իրար սսվոցի պատճառով, որտեղ մարդը այդ լեզուն, որ սկսում է խոսել, ինքը իր շրջապատի ձայների հետ ինչ-որ ձևով համահնչում է խոսում։ Լեռներում ապրող մարդը շատ բարձր է խոսում, հարթավայրում ապրող մարդը, որտեղ արձագանքի խնդիր չկա, ավելի ցածր է խոսում, այսինքն ամբողջը իր պատճառաբանությունը ունի, թե ինչ, ոնց, երբ է կատարվում, ինչպես է կատարվում։ Այսինքն այս բոլորը ճառագայթվում են բոլոր արվեստի ճյուղերը, բոլոր մեր դրսևորումները, մեր հոգուց բխած, մեր ապրումներից բխած արտահայտությունները իրենց արտահայտումն են գտել եւ դրանից բխելով այսօր էլ 1000 տարի առաջ էլ 5000 տարի առաջ էլ նույն արտացոլքը կա։ Եվ դա է պատճառը, որ ես ասում եմ, որ եթե մենք խոկման ինչ-որ պահ ենք ապրում, եթե ես պարի մեջ կարողանում եմ այն աստիճանի ձուլվել պարի հետ, ես չեմ ուզում վատ բառեր ասել վերանալ աշխարհից կամ չգիտեմ ինչ։ Ես երբ որ հոգեբանությամբ այնքան եմ ձուլվում այդ պարի հետ, որ ես դառնում եմ մեկ եւ ընդհանրապես ոչինչ չեմ նկատում,
այդ ժամանակ ես ոչինչով չեմ տարբերվում 1000 կամ 5000 տարի ապրած ու նույն բառը պարած, նույն նվիրումով, նույն ծուլումով պարած մարդուց։ Իսկ այն, որ միայն այդ ճանապարհն է, որ մեզ ընդհանրացնում է մեր տարածաշրջանի, մեր ազգային հոգեկեցվածքի, եւ այդ դեպքում մենք գալիս ենք մի ինքնաճանաչման եզրի, որի դեպքում ավելի քան հպարտ ենք լինում մեր ցակումնաբանությամբ եւ իսկ հպարտությունը բերում է նրան, որ մենք նաեւ տեր ենք կանում այն ամենին, ինչ որ մենք կերտել ենք կամ մեզ փոխանցվել է։ Հայրիկ Մուրադյանի գործունեությունը, իմ ուսուցչի գործունեությունը լուրջ ուսումնասիրելուց հետո հասկացա, որ Հայրիկ Մուրադյանը 90 անց ծերունին գնում էր գյուղերից երգեր հավաքելու, իր տարիքի կամ իրենից ավելի մեծ կամ մի քիչ ավելի փոքր ծերունիներից երգեր էր փրկում եւ հասկացա, որ եթե տարիքում մարդը շարունակում է դեռ գնալ եւս մեկ երգ փրկելու, նա երգի խնդիր չէր դնում, այսինքն իր համար երգը ընդամենը միջոց է բարբառը փրկելու, այդ տարածաշրջանի հոգեկերտվածքը փրկելու, մտածելակերպը, խոհերը, հավատալիքները, ասենք նույնիսկ ավանդույթները, մեր տանի թեև երգի մեջ ես վերջերս այդ երգը ուսումնասիրում ենք լրջորեն բարբառային առումով, որովհետև ազգային երգ է պարարքայի մեջ մտցնելու ենք դպրոց, վերջի քարակում ասում է խնձոր հորողքեն դիարին։ Երկար ժամանակ ինքս երգելով այդ երգը դիարին միշտ ընկալել եմ ձի յարին, ձի շատախի բարբառով իմ նշանակում, այսինքն ձի յարին նշանակում է իմ յարին, խնձոր հորողքեն նշանակում է ուղարկել։ Եվ երկար ժամանակ մտածել եմ, որ դա նշանակում է խնձոր ուղարկել իմ սիրած աղջկան։ Բայց այս բաների աշխատանքների մեջ, որ ուզում ենք ավելի մանրակրկիտ եւ լրջորեն առանց թերացումների, որ դպրոցում բաներ չառաջանա, եւ բացեցինք բարբառային բառարանը, պարզվեց դիարին ընդհանրապես մեկ բառ է, ոչ թե առանձին, եւ դա նշանակում է խնձոր, որը ուղարկում են որպես հարսանիքի հրավեր։ Այսինքն բացարձակ ոչ մի կապ չունի նրա հետ, ինչ որ ասենք ամենակիչը 15 տարի ես մտածել եմ, որ դա ինչ որ խնձոր է, որը ես ուղարկում եմ իմ սիրած աղջկան, այդ հոգեբանությամբ է երգելու։ Այսինքն Հայրիկ Մուրադյանը այս ամեն մի երգը փրկելուց փրկում էր ոչ թե ինչ-որ մի երգի պատահիկ, ինչ-որ մի երգի նմուշ, այլ փրկում էր եւ հոգեբանություն, եւ էթնիկ մտածելակերպ, փրկում էր նաեւ այդ տարածաշրջանին բնորոշ շատ ու շատ բառեր, հավատալիքներ եւ ամենակարևորը փրկում էր մեր հավատքը վերադառնալու այն հողերը, այն տարածաշրջանը, այն հայրենիքի, այն պատառը, որը մենք ցավոք սրտի այսօր չենք տիրապետում եւ չենք վերահսկում։ Այս առումով պիտի ասեմ, որ ցանկացած մշակույթի ճյուղ միանշանակ սկսած գորգագործությունից, որը բնորոշ տիպիկ հայկական երևույթ է եւ չգիտեմ հայկական գոնահատներում գրված է, որ խալի բառը կամ կալի բառը կարին բառից է առաջացել, երբ որ արաբները գրավել են Էրզրումը եւ կարինից տարել են առաջին նմուշները գորգերի եւ խալի բառը, որը հայերեն չի արաբերեն է, առաջացել են կարին բառից, որը մինչեւ հիմա արաբները ասում են կալին կալա, այսինքն կարնով բեր։ Ամենասարություն է կարմիշան հարցանելիս ես իհարկե ինստույտ չգիտեմ, ուղղակի լսել եմ, կոմիտաս նշանակում է երկի ոսով, ոչ, բացարձակ։ Կոմիտասը հունարեն բառ է, որի համարժեքը ռուսերեն կոմետա բառն է, որը նշանակում է գիսավոր, երկարամաս։ Այսինքն գիսաստղը, որ ընկնում է, իր լույսից բացի հետևից լույսի պոչիկ է գնում եւ գիսավոր է նշանակում, գիս հայերեն, ին հայերենով գիս վարս է նշանակում, հա։ Եվ կոմիտասը դա ընդհանրապես հայերեն տարադարձությունն է հունական կոմետուս բառի, որը ռուսերեն հնչում է կոմետա, որը նշանակում է գիսավոր։ Բացարձակ դրա հետ կապ չունի։ Ես ընդհանրապես հունարենի բանում մասնագետ չեմ, ուղղակի կոմիտասին շատ սիրելով գիտեմ։ Այս առումով կարծում եմ, որ մենք ինքներս ինչքան կարողանանք
կարևոր չի ինչ մշակույթի միջոցով, մշակութային ոչ ուղի միջոցով։ Եթե ինչ-որ մի բան կգտնեք, որով դուք կկարողանաք, ես չեմ ասում մտնել ազգային խորխորատները, դուք մտեք ինքներդ ձեր մեջ։ Ես իմ աֆորիզմներից ամենաբարդերից մեկը այսպես է հնչում, դեպի քեզ տանող ճանապարհներից, դեպի Աստված տանող ճանապարհներից շատ ավելի բարդ է դեպի քեզ տանող ճանապարհը։ Քանզի դեպի Աստված տանող ճանապարհի վերջում ծնվում է հետական հավատացյալը, իսկ դեպի քեզ տանող ճանապարհի վերջում բարեհաջող եզրելու դեպքում ծնվում է Աստվածամարդ, որովհետև այդ ճանապարհին դու հաստատ Աստծուն ես կճանաչես։ Հիմա եթե դուք կարողանաք ինքնաճանաչման եզրը գտնել, որևէ մի մշակույթ գտնեք, որպեսզի գաք ինքնաճանաչման, միանշանակ դուք կճանաչեք եւ ձեզ, եւ Աստծուն, եւ ազգը, եւ կձուլվեք այն հազարամյակների մշակույթի հետ, եւ երբևէ չեք հեռանա նրանից, ինչ որ ազգային է։ Հիմա ինձ համար գոնե պարարվեստում ես ասում եմ, որ իմ նյարդերը բաց են։ Այսինքն նյարդը որ բաց է լինում, անգամ քամին է զգում, չէ՞։ Ես նույնիսկ 3 ելևեջ, ասենք 10 պարաքայլից, եթե 3-ը հայեցեմ, ես այդ պարից կկողմնորոշեմ, դա հայկական ինչ-որ բան ունի, թե չէ։ Որովհետև այնքան այդ պարի մեջ կարողանում ես ինքնամոռաց մտնել եւ ուղղորդվել, երբ որ դու ընկնում ես մի մեծ գետի մեջ եւ անգամ ամենամեծ գերանը սկսում է հետևել այդ գետի հունին եւ ոչ թե կտրել գետի բերանը, ապա դու սկսում ես նաև կողմնորոշել ոնց լողալ այդ ջրում։ Եթե դուք կարողանաք գտնել այն մշակույթը, որը ձեզ կբացի դռները եւ դուք կկարողանաք ձուլվել ձեզ հետ, ինքներդ ձեզ հետ առանձնանալ, մենանալ եւ տիրապետել այդ մշակույթին, ապա դուք հաստատ կճանաչեք այն ամեն ազգային, ինչ որ ձեր հոգու հետ, ձեր սրտի զարկի հետ համահունչ է։ Իսկ դա այն հիմքն է, որ մենք միանման մտածում ենք, միանման շնչում ենք, դա բոլորովին վատ իմաստով չեմ ասում, մենք կլոններ չենք։ Այսինքն դա այն ազգային արժե համակարգի դրսևորում է, որը մեզ դարձնում է ընդհանրություն, մեզ դարձնում է մի երևույթ, որ մենք հետագայում նաև կոչել ենք ազգ։ Հարց կա՞։ Եթե հարցեր կան, շատ եմ բարդ խոսում։ Ես կուզեի նաև խոսել այն արժեքների մասին, հոգևոր եւ գաղափարական, որոնք մեզ պետք է ընդհանրացնել որպես տեսակ եւ լրատվական ռադիոյի հաղորդումը, որ կոչվում է հայ տեսակը, պատահական չի ընտրված եւ որ քննադատություններ նաև կենսաբանների կողմից, որ մարդն է տեսակ եւ հայը չի կարող առանձին տեսակ լինել, բայց ամեն դեպքում փոխաբերական իմաստով այն տեսակը, որը մեզ բնորոշ է մեր եւ մշակութային գանձերին եւ այն հոգեվոր դրսեւորումներին, որ ազգը ունեցել է ամբողջ իր գոյատևման ընթացքում։ Ինչով է այս ամենը հիմնավորված։ Երբ որ այդ Յուրդաբեկ պապի պարը սկսեցի պարել, սկզբում իր ձեռքը բռնած, հետո արդեն առանց իրյա, հետաքրքիր տարօրինակ բաներ է տեղի ունենում։ Ես տեսագրում եմ այդ մարդկանց պարերը, բերում եմ 2-3 ամիս տեսագրությունը նայելով, փորձում եմ ճշգրտորեն վերարտադրել ինչ-որ այդ մարդը պարում, ցանկացած որևէ մեկ մարդ, որից ես պարը գրառել եմ։ 2-3 ամիս պարելուց հետո, երբ որ ճշգրտորեն կարողանում եմ վերարտադրել այդ մարդու պարը, երբ որ արդեն սկսում եմ հոգով նաև վերապրել այդ պարը, երբ որ պարը նույնականանում է ինձ հետ, ես նոր սովորեցնում եմ այդ խմբի երեխաներին։ Այսինքն նոր փորձում եմ փոխանցել այն շարժումը, որը ես դեռ չեմ վերապրում հոգևոր առումով, ինձ համար դեռ քանի դեռ ֆիզիկական շարժում է, ես չեմ փորձում փոխանցել որևէ մեկին։ Երբ որ ես սկսում եմ վերապրել այդ բարի քայլը նաև հոգևոր առումով, ես նոր սկսում եմ փոխանցել երեխաներին եւ դադարում եմ տեսագրությունը դիտել։
դադարում են ոչ այն առումով, որ վստահ են, որ շատ լավ գիտեն, այսինքն գալիս է արդեն փոխանցելու ժամանակ։ Եվ մի քանի դեպք եղավ, ուղղակի պատահական ինչ-որ խմբի երեխաների մոտ առաջացած հարցերի պատճառով, ասենք արդեն մի քանի ամիս տեսագրությունը չդիտելուց հետո ես ստիպված եղա միացնել տեսագրությունը, որպեսզի այդ մարդու մոտ նորից մի անգամ ևս ինձ համար ճշգրտեմ այդ շարժումը մեկ այլ շարժում։ Եվ տարօրինակ բան տեղ ունեցավ, որ մի քանի տարի մեջ բոլորովին ձևափոխված բառ է։ Այսինքն այն ինչ որ ես գրառել էի այդ բառի մեջ, ինչ որ պապիկը պարում էր այդ բառի մեջ, վերարտադրելով, հանգիստ սովորելով, շարժում ամբողջական անելով հանդերձ, մի քանի ամիս անց ես բավականին այլ տեսանկյունից եւ ամենահետաքրքիրը էներգետիկ առումով շատ ավելի հզոր շարժումներ եմ սկսում անել, որը սկսում է գենետիկ կոդի զարթնեցում։ Այսինքն դուք մոտավորապես պատկերացնում եք, ասենք 90 անց տատիկ, որը չունի ատամներ եւ ձեզ երգում է ինչ-որ մի երգ։ Պատկերացնում եք ինչքան ինքը կարող է բեմական լինել։ Կամ մենք ունենք արևապաշտական պար գրառած, որը կոչվում է Իջմիածին, որը գրառել են 95 տարեկան տատիկից, լուսահոգի հարուստ տատիկից, որը խաղուց այլևս հանգուցալ է, եւ ինքը փայտով էր ման գալիս եւ կռացած մեջքով, եւ երբ որ ես շատ հուսալքված, որ ինչ իմացած բարերը չեն կարողանալու գրառել, ինձ շատ հանդուգն փայտ նետելով ասեց, ինձ գրքի նստացու տեսնող ցույց կտամ, ու 5 պար ես իրեն նստացի աթորին, 5 պար ինքը նստած տեղը, ոտքերը, ձեռքերը այսպես ցույց է տվել եւ երգել։ Ուզում եմ ինչի համար եմ սա ասում, այսինքն երբ որ մենք գրառում ենք 90-ամյա ծերունուց մի երգ, որը 1980 բարիս համար ատամ չունենալով այդ տատիկը կամ պապիկը թլոշ երգում է եւ բարերը ոչ ճշգրիտ վերարտադրում եւ ինչ որ ձևով նաեւ ֆալշ երգում, դա չի նշանակում, որ ես նույնությամբ պիտի բարձրացնեմ բեմ։ Բայց ես ինքս չեմ փոխում ոչ մի բան, եթե բառը գիտեմ, եթե ինչ-որ բան գիտեմ, ճշգրտել կարելի է։ Եվ նույն ձևով 95 տարեկան տատիկի աթոռով բառը բնականաբար բեմի վրա չպիտի աթոռը դնեմ բառը, որովհետև 95 տարեկան տատիկը հենց այդպես է ցույց տվել։ Գալիս է մի ժամանակ, երբ որ դուք կարողանում եք ձուլվել այդ տեսակին եւ ձեզանից ակամա վերադառնալ այն բնօրինակին, որը եղել է, եւ եթե այդ տատիկը կպարեր 30 տարեկան, ինչպես կպարեր, կամ այդ Լորդավետ պապին այդ նույն շարանի պարը, ինչպես կպարեր 30 տարեկան։ Անկեղծ եմ ձեզ ասում, ես ոչ մի բան մտածված չեմ ձևափոխում, չեմ նստում մտածում, որ այս շարժումը այսպես չանեմ, այսպես ավելի գեղեցիկ կլինի կամ այսպես ավելի ճիշտ կլինի։ Երբ որ ես արդեն սկսում եմ հոգեպես վերապրել բառը, ես պարում եմ, ինչ-որ մի ժամանակ հետո գալիս է այն ներքին վատ բառը, բայց ներքին կոնդիցիա են գալիս, երբ որ էներգիան է ուղղորդում իմ շարժումները։ Ես անում եմ օպտիմալ շարժումներ, որտեղ օգտակար գործողության գործակիցը հասնում է մաքսիմալի, այսինքն քիչ էներգիա ծախսելով ես մեծ հոգևոր ներուժ եմ շահում։ Այսինքն ֆիզիկապես քիչ բան անելով, ծախս անելով, հոգևոր ներուժը ահռելի մեծանում է։ Սա ուղղակի որպես օրինակ, որ եթե մենք կարողանում ենք մտնենք այդ հոգի աշխարհը, ինչ-որ երրորդ չափողությունից դուրս, 4-րդ, 5-րդ չափողականության մեջ մտնելու ինչ-որ միստիկ բան կա դրա մեջ, բայց նաև ուսումնասիրությունները բերում են նրան, որ այդ հենց նույն շարանի պարը Լորդաբեկ պապիկի 5 սանտիմետր պարակայել մեծացնում են ու այլևս ոչինչ չեմ զգում։ Այսինքն այն էներգիան, որը հրեղեն մտնում է իմ մեջ, երբ որ պարում եմ ճշգրիտ, եւ 5 սանտիմետր պարակայել մեծացնելուց ինքը մեռնում է որպես այդպեսին եւ այլևս ոչ մի ուժ չի տալիս։ Այսինքն այդ բարերը ստեղծվել է ինչ-որ մարդկանց կողմից, ես կասեմ հետո այդ մարդիկ մեր ազգի ովքեր են, ինչ-որ մարդկանց կողմից է ստեղծվել եւ դա բոլորին տրված չէ։ Ինչպես եւ այսօր տրված չի ասենք Արամ Խաչատրյան դառնալ կամ Գարեգին կամ Կոմիտաս։
Սա տրված է ազգի ընտրյալին և հետաքրքիր որ թարուց։ Սա հետաքրքիր է այնքանով, որ իրականում և հատուկ ընտրյալ մարդիկ են եղել են քրմեր, որոնք բերնեբերան փոխանցել են այդ մշակույթը։ Եվ որևէ մի պար մինչև առաջի գրառողը եղել է Կոմիտասը։ Պար գրառել են ավելի ուշ, քան էպոսն են սկսել գրառել։ Առաջի գրառումները 1907-1908 թվականներին է եղել, Կոմիտասը 8 պար գրառելուց հետո նշել է, որ քանի որ չկա գրառման ճշգրիտ համակարգ, թողնենք այդ աշխատանք ավելի լավագույն ժամանակներին։ Գրառման համակարգը ստեղծվել է Խորհրդային Միությունում միակ միջայլոց և ամբողջ սոցիալիստական ռամում միակներ Սրբույր Լիսությանը ստեղծել է 1940 թվականին։ Մենք իհարկե շատերը չգիտեն այդ մարդու մասին, այդ կնոջ մասին, որը ասում են մոտ 2-3 հազար պար է գրառել։ Եվ մեր ֆինանսների նախարար Բարխուդարյանը սեփականաշնորհեց այդ կնոջ տունը և ձմեռվա կեսին ամբողջ մի ազգի պարային գենոֆոնդը հանեց լցրեց ուղղակի ցան ու ցեխի մեջ շպրտեց դուրս, որպեսզի այդ տունը վերանորոգի։ Այն ժամանակվա ֆինանսների նախարար։ Սրբույր Լիսությանը 40 թվականին ստեղծեց այդ գրառման համակարգ և նոր սկսել են պարերը լրջապես գրառել, այլապես 7-8 թվականին գրառվել ընդամենը 8 պար Կոմիտասի կողմից։ Այսինքն այս գենոֆոնդը, որ գրառվում էր, կամ այս նմուշները, որ գրառվում են, դրանք առնվազն մի քանի հազարամյակի պատմություն ունեն։ Եվ պատահական ոչ մի բան չկա, դա ստեղ բերնեբերան է փոխանցվել։ Հասարակ որևէ մեկին չվիրավորելով, ռամիկ մարդուն չեն տվել տիրապետելու այդ ամեն ինչին։ Կան համայնքային պարեր, որը տիրապետել են բոլորը, կատարել են բոլորը, բայց քրմական պարերը, իշխանած պարերը կատարել են միայն հոգևոր վերնախավը, որը պարտադիր նաև կատարելուց առաջ նվերներ է բաշխել այն մարդկանց, ովքեր ներկա են։ Եվ այդ մեհենական կոչվող պարերը, մեհյաններում պարվող, այսինքն տաճարային պարերը, տրված է եղել պարելու միայն ընտրյալներին։ Եվ սա ոչ թե քմահաճույք է, այլ այն հոգևոր վերնախավը, որը կարողացել է տիրապետել այդ հոգևոր բարդություն ունեցող պարաքայլին կամ երգին։ Հիմա բոլորս տունը կարող ենք, ասենք ես անձամբ պաղնիկում եմ երգում, որ տնից չպաղնեն, ինչ? Հույսն եմ, որ դուշի ձենը տակ իրականում հումորով եմ ասում, բայց իրականում բոլորս է կարող է ինչ-որ միտեղ դնդերում ենք, ինչ-որ մի բան երգում ենք, բայց բեն բարձրանում է, խորան բարձրանում է այն մարդը, որ կատարյալ տիրապետում է չէ։ Այսինքն այն ժամանակ էլ այդ կատարելությունը կրողին էր տրվել քրմի կարգավիճակ, որը կարող էր այդ հոգին ներառել իր մեջ և վերարտադրել հանդիսատեսին։ Հանդիսատեսը այնքան ժամանակ է քեզ դիտում, քանի դեռ դու իրեն տալիք ունես։ Հենց դու իրեն էլ տալիք չունես, ինքը քեզանից ստանալու բան չունի, եթե նույնիսկ քաղաքավարությունից ելնելով նստած է դեռ դահլիճում, շուռ է գալու կամ հարևանի հետ խոսի, կամ պիտի կոնֆետի թղթերի շրշխոցելուց է, կամ պիտի քնի։ Նույնը քուրմը եթե տալու բան չուներ, հոգևոր առումով ինքը մեկ քայլ ավելի բարձր չէր գտնվում և իրավունքը չէր վաստակել հոգևոր առումով խորանի վրա լինելու, մեհյանում լինելու, իրեն դժվար թե ինչ-որ մեկը լսեր, այդ կարողությունը պիտի ունենաս տանելու քո հետևից։ Այս առումով և պատահական չի երկրորդ կողմը, այսինքն այս մեդալի հակառակ կողմը։ Այդ նման մշակութային գանձերը ստեղծվում էին հատուկ կետերում։ Ձեր կարծիքով պատահականություն էր, որ քրիստոնեությունը ոչնչացնում էր մեհյաններ և եկեղեցիները կառուցում հենց մեհյանների տեղերում, հենց տաճարների տեղերում։
Այսինքն վաղուց ապացուցված բան է, որ երկրագնդի վրա կան էներգետիկ հզոր կետեր, որտեղ ուժեղ արտանետում կա էներգիայի, կամ այսինքն էներգիան երկու կողմանի գնում է դեպի տիեզերք եւ տիեզերքից եկող էներգիա կա։ Այսինքն երկրագնդի վրա կա էներգետիկ կետեր, որտեղ արարվում են նման նմուշներ։ Հատկապես այն հզոր պարանմուշները կամ երկի կամ ծիսական այդ նմուշները հատուկ նման տեղերում են արարվել եւ նման տեղերում են պարվել եւ պատահական չի որ Մեհյանը կառուցում էր կոնկրետ տեղում եւ դա որոշվում էր նախորոք։ Հիմա շատերը առանց հասկանալու ինչի համար, առանց ենթադրելու ինչի համար, ասում են Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին չեք սիրում, որտեղ չգիտեմ, այսպես է, այնպես ինչ-որ տարբեր պատճառաբանություն է։ Այնտեղ դրա տակ մի հատ ահռելի մեծ զուգարան կար ու ահռելի կեղտոտ տեղ էր։ Այսինքն այդտեղ մի ահավոր բացական էներգետիկա կա, որը չի կարող է տասնամյակներ հետո մաքրվի դա, բայց այդ էներգետիկ բացական կուտակումը չի կարող չանդրադառնալ նաև այդ եկեղեցու եկեղեցու մեջ եղած բաների վրա։ Ես կուզեի վերջացնեմ իմ խոսքը նրանով, որ այն նման հանճարների, օժտված մարդկանց, ովքեր արարել են այդ պարը, ինձ հաճախ հարցում են, իսկ ինչի նոր պարեր չեք ստեղծում, որովհետև ես այդ ունակությունը չունեմ եւ այդ իրավունքը չունեմ, որտեղ դրան պետք է գալ, հասունանալ, հասնել, որպեսզի կարողանալ արարել եւ դրա մեջ դնել իմաստ։ Եթե ես գամ եւ ձեզ ասեմ ծիածան, տոնածառ, հեռուստացույց, չգիտեմ, ինչ գեղեցիկ պարեր գիտեք, բայց դա հայերեն չլինի, ես իմաստ չեմ ասում։ Թեկուզ շատ գեղեցիկ շարժումներով, ինչ-որ շարժումների կույտ անեմ, դա ասելիք չի լինի, որովհետև յուրաքանչյուր պար, ինչպես և երգը ասելիք ուներ, ինչ-որ բան էր փոխանցում, ինչ-որ հավատալիք կամ հավատամք, համոզմունք, հույս, բայց ինքը ինչ-որ մի բան պիտի փոխանցել, չէր կարող այսօրվա պարուհիներին ման, պես անում է և ինքը հիացած նայում է իր ձեռքին, փոխանակ հանդիսատես է հիանա իր շարժումով, ինքը հիացած նայում է իր ձեռքին, թե ինչքան գեղեցիկ եղնիկ շարժում է կամ մարան։ Այսինքն, երբ որ մշակույթը վերածում է ինքնանպատակի, ինքը սկսում է մեռնել որպես երևույթ։ Մշակույթը ասելիք է, եթե դուք բարձրացել եք խորան, ուրեմն առաքելություն ունեք, եթե չունեք դա տալու, ուրեմն չպետք է ելնեք եւ պղծեք ձեր ներկայությամբ, ձեր ինչ-որ ինքնացուցադրական նույնն է, որ դերասանը կամ քահանան ելնի ասի եւ կարող եմ այսպես շատ գեղեցիկ լո ասել եւ բոլորը ասեն վայ ես սիրում լայել ասում։ Ես հաստատ ֆաշ եկեցի, բայց Բաղինեսային դեսանյան երկու բացում պարերի հետ կապված, նա հետաքրքիր ամենահին պարը, հա, որ տարածաշրջանում է եղել որ թվականի եւ ամենավերջին, հա, թվակային առումով ժամանակակիցը որն է եղել եւ որ տարածաշրջանում որ պարերն են եւ երկրորդ հարցը այ ընդհանրապես միշտ բանավիճում եմ որ անհնար է ինչ-որ մի մշակույթ, թեկուզ ազգային մշակույթ, որպես այդպեսին ձևավորվի հենց ինքնուրույն, ասում եմ, որ յուրաքանչյուր մշակույթ լինի ազգային թե ինչ, ձևավորվում է ինչ-որ այլ մշակույթի հետ փոխառնվելով, այսինքն երկու ազգերի շփման կամ երեք ազգերի շփման, ուզում եմ հասկանալ արդյոք ես միշտ ասում եմ կոնկրետ, որ հայկականը որպես այդպեսին ձևավորվել է ինքնուրույն, ուզում եմ հասկանալ հայկականը արդյոք ինչ-որ շփվել է, ձևավորման ընթացքում ինչպես է, շփվել է, չի շփվել, եւ եթե շփվել է որոնց է, եւ եթե չի շփվել, ինչպես է որ չի շփվել, եւ հենց միայն մերն է։ Ասեմ, որ երբեք մշակույթների մեջ չինական պարիսպներ չեն եղել եւ ավելի լավ քան Նիկողայոս Մարն է ասել, դժվար է ասեմ։ 1924 թվականին Նիկողայոս Մարը դասախոսություն է ունեցել Փարիզում ուսանող հայ երիտասարդության համար։ Դասախոսությունը հետագայում փոքրիկ դրոշորով հրատարակվել է, կոչվում է հայազգային մշակույթ։ Նիկողայոս Մարը եւ հայոց լեզվի եւ հայ մշակույթի համար հետաքրքիր ձևակերպում է։ Եվ պետք չի հպարտանալ նրանով, որ մենք շատ այսպես կաղապարված ենք եւ ոչ մեկ չենք շփվել։ Ոչ, ասենք ես ոչ միայն իմ երեխայից, որը արդեն ուսանող է, փոքր երեխայից, եթե սովորելու կարողություն չունեմ, ես արդեն վեճացած մարդ եմ։
Շատ հետաքրքիր է, թե ինչ է ասում Մարը, որ բոլոր լեզուները եւ մշակույթները հարստանում, զարգանում, հզորանում են միայն խաչասերումների, փոխսերումների շնորհիվ։ Եվ ասում է, այս տեսանկյունից դիտելով հայոց լեզուն եւ հայ մշակույթը աշխարհի ամենահզոր մշակույթներից են։ Այսինքն ամենաշատ խաչասերումներ անցած տխրեցնեն ձեզ։ Բայց շարունակելով Նիկոլայ Մարի խոսքերը, որպեսզի շատ չտխրեք, ասեմ, որ դրանից հետո ինքը շատ հետաքրքիր միտք է ասում, որ հայ մշակույթը լինելով այս տեսանկյունից աշխարհի լավագույն մշակույթներից մեկը զարմանալիորեն պահպանել է իր կուսականությունը։ Այսա իրոք հանճարեղ հատկություն է հայ մշակույթի, որ կարողանում է ներառել իր մեջ օտարը, ձուլել ու հարազատեցնել իրեն եւ դարձնել ամբողջովին իրեն։ Այ եթե ինքը օտար մարմին մնար քո մեջ, դա իրոք վատ կլիներ։ Ինչ որ այսօր իհարկե դա բարձրաճաշակ մշակույթի մասին է խոսքը, ոչ թե օտար ռազմիզությունների։ Մենք հաճախ ասում ենք Եվրոպա, բայց Եվրոպայի մենք հաճախ օգտվում ենք ոչ թե Եվրոպայի հացամանից, այլ աղբամանից։ Եվ կարևոր չէ գրեն գրածել Made in Europe, մենք էլ չենք նայում մեջը ինչ է, աղբա, հացա, մենք ասում ենք այս Եվրոպա է։ Իրականում բարձրաճաշակ մշակույթից օգտվելով հանդերձ հայ մշակույթը կարողացել է պահպանել ինքնատիպությունը, ներառել իր մեջ եւ դարձնել իրեն հարազատեցնել։ Այս մասին երևի ճիշտ կլիներ նաեւ Նժդեի խոսքերը ասել։ Ասում էր ոչ թե պետք չէ ընդունել օտար գաղափարախոսություններ կամ օտար գաղափարներ, այլ միանշանակ պետք է օտար գաղափարներից ծնվել, բայց միմիայն այն անցկացնելով ազգային մաղի միջով։ Երբ որ կարողանում ես դա անցկացնել քո ազգային մաղի միջով եւ սերտորեն շատ ներդաշնակ ձուլել քո մշակույթին, ինքը դառնում է ավելի քան հայկական։ Մենք ունենք իշխանած պար, որտեղ շատ հստակ ասորական հետքեր կային։ Մենք բավականին նայեցինք ասորիների պարը, նայեցինք պարսկահայքի եւ տարածաշրջանի պար, հիմա պահպանելով պարակայլը, ուսումնասիրելով ոճական տարբերությունները, նմանությունները եւ այլն, իհարկե մենք ունենք շատ հրաշք, հանճարեղ եւ մեծ ուսուցիչ Անձինես Կոմիտասի, որը ազգային մշակույթի, ազգային երաժշտության բանաձևը տալուց առաջ ասորական ուսումնասիրեց, առաջի իր ատենախոսությունը քրդականն էր, թուրքական եւ այլն, այսինքն ինքը ամբողջ տարածաշրջանը ուսումնասիրեց, որպեսզի հասկանա ի վերջո որն է հայկական, որտեղ է, որ մենք ընդհանուր ենք։ Այս առումով պիտի ասեմ, որ մենք կարողացանք այնպիսի մի շերտի բերել բացարձակ պարակայլերը չփոխելով։ Տեղում Ուրմիա լճի շրջակայքում հայերին ասորիները ասում են, որ դա իրենց պարն է։ Չնայած որ իրենց բարբառով, իրենց լեզվով ասորիների դա կոչվում է շեյխանի եւ նույնը չեն պարում, այսինքն ուրմիացի հայերի շեյխանին եւ ասորիների շեյխանին բավականին տարբեր է, բայց քայլերի ոճական նմանության պատճառով ասորիները ասում են, որ դա իրենց պարն է, բայց իրենք չնայած որ այդ պարը չեն պարում, բայց հիմա այն պարը, այն իշխանած պարը, անունը, պարակայլի ոճը, բայց ոչ պարակայլը, այնպիսի հայեցի այդ հենքը մաքուր հայերնով ասած շլիֆով կան տալուց հետո հիմա որևէ մի ասորի չի ասում, որ դա իր պարն է, դա մաքուր հայկական իշխանած պարն է։ Այսինքն ինչ-որ բաներ կա, որ պիտի մենք կարողանանք այդ մաքրությունը պահպանենք, այն ինչը որ հնարավոր է ձուլել, հարազատեցնել, դարձնել մերը, երբեք չի կարելի խորշել, վաղ չլսել կամ ինչ-որ։ Նման մի խնդիր մենք չունենք։ Խնդիրը այն է, թե եթե դա դառնում է քոնը եւ քո ինքնության վրա ազդում է պատվաստի ձևով ավելի կատարյալ դարձնելով, միանշանակ դա լավ է։ Եթե մենք այսպես ենք ուզում, որ մնանք փթենք, մենք Սևակնույն Մաշտոցի մասին գրելով, ասում եմ, երկու ճանապարհ ունենք, կամ մնալ նախնական համայնական հասարակարգում, կամ ձգտել հետ չմնալ քաղաքակրթության զարգացումից։ Ասում եմ, առաջինի ճանապարհը փակել է Մաշտոցը, մենք էլ չենք կարող նախնական համայնական հասարակարգում ապրել, որովհետև դրա ճանապարհը փակել է Մաշտոցը, մնում է հետ չմնալ քաղաքակրթության զարգացում։
Մարինա է անունս։ Մենք որ պատմությունը ուսումնասիրում ենք, միշտ ասում ենք հայ ժողովուրդը պահպանում է իր գոյությունը 3 կարևոր նախադրյալների շնորհիվ՝ լեզու, մշակույթ եւ կրոն, չէ՞։ Ուզում եմ իմանալ մշակույթի պահպանման եւ փոխանցման համար այն երկու նախադրյալներից որ մեկն է ավելի կարևոր՝ լեզուն, թե կրոնը։ Միանշանակ լեզուն։ Միանշանակ լեզուն, ասեմ, ինչ որ բան անընդհատ խոսում եմ ու հետո մտածում եմ, որ սա էլ չասացի, սա էլ չասացի, ասեմ, որ կրոնը ընդհանրապես բացի կրոնական այդ մշակութային հենքից, չէ, դա էլ Կոմիտասն ապացուցեց, որ չկա զուտ եկեղեցական երկեցողություն, դա քուրն է ժողովրդական երկեցողության։ Այսինքն սա մեկը քո ինքնատիպությունն է, քո ազգային ինքնատիպությունն է, քո ազգային հոգեկեքվածքն է, ընդհանրապես արտացոլված, հարմարեցված քո կրոնական երևույթների։ Բացարձակ որ շարականների երաժշտական հենքը նախաքրիստոնեական։ Այսինքն կրոնը որևէ կերպ ինքը արտաքին մաքուր հայերով արտաքին ռեմոնտ է։ Տակի պատը ճարտարապետությունը, քո ազգն է, քո մտածելակերպն է, քո հոգեկեքվածքն է, քո աշխարհայեցողությունն է։ Եվ լեզուն միանշանակ նույն դրսևորումն է քո աշխարհայեցողության։ Իրանք հարազատ երկու սյուներ են, որոնք ամբողջ ծանրությունը պահում են իրենց վրա։ Միանշանակ լեզվի նման որևէ բան չի կարող մեր վրա արտել։ Եվ մոռացա նախորդ հարցի պատասխանը, ասեմ, որ հազարամյակների մեջ 5 օր առաջ, 5 օր հետո մի քիչ դժվար է որոշել, որ պարն է առաջ եղել, որ պարը հետո։ Ուղղակի ասեմ, որ առաջի պարերը համարվում են հենց թռչունների պաշտամունքից ծնված պարերը, դրանք վերվերիներն են, շորորներն են, տարբեր դրսևորումները, որտեղ կան թռչունների պաշտամունք, ասեմ, որ հին հայերենում պարել բայը նաև հնչում էր կաքավել, համեմատելով կաքավի հետ։ Այսինքն թռչունները շատ մեծ տեղ ունեն եւ առաջին նմուշները ամբողջ տարոն աշխարհի, կարնո աշխարհի, բարձր հայքի բոլոր տարածաշրջաններում դրանք թռչունների պաշտամունքից ծնված մշակույթ։ Տոնեան գեղեցիկ, շատ շնորհակալություն ուզում հայտնել ձեզ բովանդական զրույցի համար։ Ուզում եմ ես հարցնեմ, օրինակ նախաքրիստոնեական ու հետքրիստոնեական շրջանում այդ պարերի տարբերություններ եղել են, ու ասենք ինչքանով քրիստոնեությունը ազդել սկզբնական այդ պարերի վրա։ Բախնալի հարց է։ Ուրեմն ես կրոնական, առանձնապես կրոնական մարդ չեմ, բայց պիտի ճշմարտությունը բարձրացնենք։ 444 թվականին կարծեմ հենց առաջի համահայկական քրիստոնեական ժողովին արգելվել են հայկական պարերը, անվանելով այն լիրբ եւ ամբարտավան։ Խնդիրը բացարձակ լեփության կամ ամբարտավանության մեջ է։ Ուղղակի պարող մարդու մեջ ներքին ըմբոստություն կա։ Պարող մարդը ուժեղ է, այսինքն մարդը, որ կարողանում է գտնել բանաձև իր ոգին ավելի ուժեղացնելու, հզորացնելու։ Ես որ Երախուստա եմ պարում, 1000 ներողություն անհամեստության համար, եթե ինքան ասեմ, որ Շվարցենեգերը ինձ կարածեցի, ես շատ բարձր կխնդամ։ Այսինքն այնպիսի էներգետիկա է մտնում, որ ես անպարտելի եմ ինձ զգում։ Իսկ կրոնավորի համար դա լինի հեթանոսություն, քրիստոնեություն, մուսուլմանություն, կրոնավորի համար գերակա խնդիրը ճնշել, ենթարկվեցնել կառավարել։ Այսինքն այս առումով ինքը բավականին մոտ 6 դար հետապնդվել են պարի մասնագետները, մոտ 6 դար, եւ գանահարվել են, վտանգի են ենթարկվել եւ այլն, բայց ինչպես տեսակ այդ 6 տարին ապրեցինք, սովետի տարիներն ապրեցինք, մենք այդ առումով վերացող տեսակ չենք։ Այսինքն մենք մեկը վերագտնելու ենք։ Մեկը հիմա շատերը ասում են, բա որտեղից գտալ։ Անկեղծ այդ պարը որ գտանք, ես մի օր հետաքրքրության համար դնել եմ բնօրինակները պարերի եւ այն ինչ որ հետո խումբը պարում են, տեսնենք որ բացարձակ իրար կապ չունի։ Բացարձակ կապ չունի, պարաքայլերը չեն փոխել։ Այսինքն ես պարին ձեռ չեմ տալի, բայց որ կարողանում ես այդ քայլի մեջ այդ բիզեն հազիվ sense մանա գալիս,
ու դու հետո դրանից կարողանում ես էներգետիկ հզոր մի հատ բան ստեղծել, դա քո ազգն է, այսինքն դա քո գենետիկ կոդն է, դա հնարավոր չի մերժել։ Դա մի հատ այն բենզինով թաթախված լաթ է, որ այնքան սպասում եմ լուցկին մոտեցնես, ինքը մի անգամից կպնելու։ Ում են բաները, գեները բաց են, ում բաների գենետիկ լարերի վրա շանք նստած չի, ինքը ընդհանրապես կոնտակտի է սպասում։ Նա կպնում ես, ինքը տեղն է գալիս։ Այսինքն, այդպես առանձնապես դա չի նշանակում, որ գնանք տուն հանգիստ գնելու, մի տարի հետո իր կոմիտաս ծնվելու, ոչ։ Մեր առաքելությունը այս կոմիտասի արածը պահելն է և հանդեպներ զարգացնել անգամ։ Ով չի գերազանցում իր նախնիներին, անարգում է նրանց իշատակը, սա մեր վերի խոսքերին։ Իսկ ինչ կասեք այն մարդկանց մասին, ովքեր առհասարակ չեն պարում կամ չեն կարողանում պարել, ստում այդպես շատ մարդիկ կան, իրենց հոգեվիճակի մասին ավելի շուտ, եթե պարելուց շատ ցավում եմ մարդկանց համար, բայց ասեմ, որ անկեղծ եմ ասում, նման չբուժող հիվանդություններ չկա։ Առաջին, մենք լիքը սիրողական խմբեր ունենք, չեմ հրավիրում ոչ մի սիրողական խումբ, ուրիշ բան են ասում։ Լիքը մարդիկ կան, որոնք գալիս են չեն կարողանում պարել։ Ձեր խնդիրը ով չի պարում, ավելի հոգեբանական է, որտեղ մեր չպարող հասարակարգը մտցրել է մի հատ բան, որ մարդը կոմպլեքսավորում գալիս է, սկզբից ես այդ մարդու հետ հոգեբանական աշխատանք եմ տանում, քան թե պարել եմ սովորեցնում, որովհետև իրեն պիտի հանել այդ հոգեվիճակից, ինքը գալիս է մի հատ բան, բանաձև աքսիոմա մեխած գլխի մեջ, մեկա չի ստացվել, մեկա չեմ կարող, բայց առաջ 2-3 պարապմունք ես չեմ ուշադրություն դարձնում, ինքը պարակալը ճիշտ անում, թե չէ, հետո ասում օրինակ դուք լեզվի ուսուցիչ եք, ես եկել եմ ուզում եմ, որ ինձ սովորեցնեք լավ, նենց ազդեցիկ արտասանել, բայց ես եկել եմ կմկմում եմ, նայում եմ դες ամոթից, դուք կարող եք ուղղել իմ խոսքը, որ ես ճիշտ շեշտ տանեմ, ճիշտ ստորակետ դնեմ, ճիշտ բացականչական նշան, հնարավոր չի, ես իրեն բացատրում եմ, որ մինչև ինքը ազատ չզգա իրեն ինձ մոտ, մինչև ինքը ազատ չլինի իր շարժման մեջ և ազատ չլինի անգամ իր սխալի մեջ, ես չեմ կարող ուղղել։ Եթե ինքը շեշտ չի դնում, ընդհանրապես կմկմում է։ Ես ոնց կարող եմ իրեն ասել շեշտը այստեղ պետք չի դնել, այնտեղ է պետք դնել։ Այսինքն պիտի մարդը ձերբազատվի իր կապանքներից, այդ առաջերտին դա հոգեբանական կապանքները, որը կոմպլեքսավորվածություն է, ինչ որ բնական է, ասենք 30 տարեկան մարդը 30 տարի չի պարել, անընդհատ մտածելով, որ ինքը չի կարող պարել։ Այս ուսուցիչներին վերապատրաստեցինք, 13 դպրոցի ուսուցիչ վերապատրաստեցինք, որ պարը մտնենք դպրոց։ 63 տարեկան կինը եկել է, ոսմը կյանքում չեն պարել։ Այդ կինը 3 հոգի են իրեն դպրոցից, ես իրենց տնօրենին ասացի, որ լավագույնը ցավում եմ, բայց այն երիտասարդները չեն ձգում, այդ 63 տարեկան կինը ամենաճիշտ ուսուցիչն է։ 10 բար սովորեցում եք ամսում։ Եվ ինքը գնում գալիս է, ասում, բայց ես ոնց կարողացա պարել, ասում, չգիտեմ, դուրս պարել, ինչ ես ասում։ Այսինքն ավելի շատ հոգեբանական բան կա, իհարկե կա երևույթ ռիթմի զգացողություն, որը սլուխը չի, այսինքն լսողությունը չի, ռիթմի զգացողությունը այլ բան։ Իհարկե կա բացարձակ օժտված մարդ, որը հենց մի հատ սենց ես անում, չէ, ինքը մի անգամից կարող է կրկնել։ Մեկն է կա, որ շատ դժվար է ստացվում, բայց դա հավատացնում եմ 0.1%-ն անգամ 1%-ը չի։ Բայց դրանց էլ բուժել կարելի է, բերել են նրան, որ իրենք չխանգարեն մյուսների պարելուց, բայց կարողանան շարքի մեջ պարել։ Շնորհակալություն ներկայանալ Նարեկ Մուսոյան, այսպիսի մի շատ բան եմ նկատել, շատ հաճախ մեր հարևան Ադրբեջանը հիմնականում միջազգային սեմինարներ կամ առհասարակ սպորտային միջոցառումների ժամանակ հայկական մշակույթի վերցրած է եւ երաժշտական գործիքները եւ բարերը ներկայացնում է իբր ադրբեջանական, որոնք որ ճանաչված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Ինչպես կարող ենք դրա դեմ առնել եւ երկուսը
sense տեսակետ կա, որ հասարակությունը շատ է լսում մուսուլմանական ուղղամա, մեկ ասում են, որ դա հասարակությունն է պահանջում, մեկ ասում են ուրիշ բան չկա լսելու, ստիպված է դրանք լսում, եւ դրա մասին ինչ կասեք։ Շնորհակալություն հարցի համար, ուրեմն իմ ծանոթներից, մտերիմներից մի մեծ խումբ գնացել էր Արևմտյան Հայաստան եւ ինչ որ պատահաբար ներկա եղել ինչ որ խնջույքի եւ լսել են մենք փառատոնի մասնակցեցինք Իսպանիայում, որտեղ թուրքերը հանդիպում են նույնիսկ կոմիտասի ստեղծագործությունների մեղեդու ներքո բարել։ Ինչի համար Փառք ասում, նախ նորմալ դեսպան ունենք, հիմա վերադարձել է Երևան, Տերտերյանի կինը մոտեցավ ժյուրի ներկայությամբ Թուրքիայի խմբի ղեկավարին ասեց շնորհակալություն, որ պահպանում եք մեր մշակույթը։ Բայց նույն Արևմտյան Հայաստանում կատարման ժամանակ մեր մտերիմներից մոտենում են ասում են չեք ամաչում, սա մակուրակական երաժշտություն է։ Եվ թուրքը հանդուգն ասում է ձերն է, հա, եկեք դուք է պարեք։ Ու մեզնից ոչ մեկ չի պարում, դա չենք բոլորը պարում են։ Ապացույցը, որ ձերն եք, կրեք։ Ես իմ ավետարան գցել եմ Բաքվում ցեխերի մեջ, հետո ասում եմ հարևան բռնե տարել է ավետարանը։ Եթե քո ավետարանն է, պահի սրբություն սրբոց որպես պահի մի թույլ ուրիշը տիրապետի։ Ինձ համար իհարկե սա մի քիչ նաև դիվանագիտական խնդիր է, մի քիչ պետությունը պետք է զբաղվի, սա պետական մոտեցում է, եւ այսինքն մենակ անհատների անելի գործ է։ Իհարկե նաև գիտաժողովների, մասնագետների անելի գործն է եւ այլն, բայց համար մեկ խնդիր է։ Ես 1000 ներողություն բարերից համար թքած ունեմ ինչ եմ մտածում, եթե ես դա տիրապետում եմ, ինձ ուժ է տալիս, ինձ անպարտելիություն է ներշնչում, թող գնան ասեն իրենցն է։ Կարևոր ես գիտեմ անպարտելի եմ, ինչ ուզում եմ մտածեմ, ինքը չի կարող քո մշակույթով դառնալ անպարտելի։ Իրեն քո մշակույթը չի կարող զորեղացնել, թող հայ ասիլեն նա։ Եթե դա իրոք քոնն է, իմացիր, եթե դա ձուլում է քեզ, որևէ մեկը ինձ չի կարող գալ, ես չեմ տեսնում դալիճում որևէ մեկին, անկեղծ եմ ասում, ես չեմ տեսնում դալիճում ով կա։ Ես այնքան եմ ձուլվում բարի հետ, եւ թող մեկը գա ասի, որ գիտես, այս թուրքական բարը, թող ինչ ուզում են ասեն, ես դրանով 5 անգամ ավելի զորեղ եմ, մարդիկ ինձ, ուզում ես 5 տարի իրար հետ ընկերություն անենք, ինձ ավելի քիչ կճանաչես, քան մի բարի մեջ ինձ բարելուց տեսնելուց, ես այդքան մերկ եմ, ու ես եմ։ Եթե մշակույթը ինձ տալիս է դա, ինչ ուզում են մտածեն, թող ասեն թուրքականա, քրդականա, ինչ ուզում են թող խոսեն։ Իհարկե էլի դիվանագիտական աշխատանքը պետք է, պետական մոտեցումը պետք է, բայց նախ եւ առաջ դա պետք է վերադարձնել մեզից։ Եվ հետո նոր մտածել, թե ինչ են մտածում։ Այնտեղ մի մարդ վաղուց Երբ որ պարոն Բակյանը առաջ երկու դասախոսություններ անում, ես ասեմ դա իհարկե իրավաբանական կատեգորիա չի, բայց երբեմն ամաչում է, էլի, որ մեր պատմության ընթացքում մենք շատ բարդություններ ենք ունեցել եւ չենք կարողացել այս քաղաքակիրթ աշխարհում մեր տեղն ու ձերը իսկապես բարել։ Հիմա էլ հակառակ ծայրահեղությունն է, մի կողմից այնպես ոգևորություններ եւ ասենք թե բաներ փորձեցինք մեր մշակույթով բայց բոլոր դեպքերում եթե կարելի է ձեզ հարցեր տամ եւ մի փոքր հարցերը չէ, մեկ հարց։ Ուրեմն դուք ասում եք նախ եւ առաջ այդ բաները էլի, ասում եք մենք օգտվում ենք աղբամաններից, դա այդպես էլ չէ, եւ մնանք գտենք, չէ, ովքեր են այդ մենքը, ուրեմն հիշեցնեմ ձեզ, որ խալին դա հայերը լրիվ արական բառ է, մեր հայկական կամ չգիտեմ, ազգային բառ է, ոչ մի կապ չունի արաբերենի հետ։ Մյուս հարցը գիտեք որն է, ես սպասում եմ, որ դուք ավելի գիտականորեն ասենք նույնիսկ ժայռապատկերներից սկսեք այդ բարի ձևերը, ասենք համեմատեք համաշխարհային Լիսիցյանի մասին, ոչ եմ ասում Կոմիտասի մասին, ավելի հանգամանալից, բայց այդ ամեն ինչից բացի միայն Գեոնը գոնե, էլի, ինչպես Կոմիտասն է ներկայացնում, գոնե Գեոնի մասին մի քիչ ինֆորմացիա տակ, լսանին, պարոն Բակյան, ժամը արդեն
բանը 45 րոպե չէ, էլի։ Շատ է երկարում այս դասախոսները։ Ես այն մանուկների մասին ասեցի, որ եթե լիներ, ասենք, փոքրիկ տեքստային գրառում, չէ, ավելի հեշտ կլիներ եւ հարց ու պատասխանը ավելի հետաքրքիր է եւ աշխույժ կլինի եւ օգտակարությունը եթե կարելի է, էլի։ Չէ, ես այս հարցին պատասխանեմ, չէ, մենք չենք կարող ըստ ցանկության դասախոսություններ պատրաստել։ Իսկ այն մարդուն ասենք, գիտեք, լսարանում մեկը կա, որ ուզում է իր համար գրեն կարճ տան, որովհետև ինքը չի ուզում լսի։ Ով չի ուզում լսի, կարա չգա։ Դասախոսություններ են այստեղ։ Հա, չէ, հա, դա տարբերակ է, իհարկե, այստեղ բոլորը կամավորության սկզբունքով են, որևէ բան, որևէ մեկին չենք պարտադրում։ Այստեղ գալիս են, լսում են, կամ չեն գալիս, չեն լսում։ Մենք ունենք 5 րոպե, խնդրեմ, եթե հարցը հասկացաք։ Ես ընդհանուր ասեմ, որ ավելի գաղափարական իհարկե ժառապատկերներում նաև Ադրբեջանում մի լուրջ ժառապատկեր կա, երկու հարկանի արտապատկերած, որը հաճախ իրենց սայթերում հայտնվում է, բայց ես ավելի շատ ոչ թե կոնկրետ օրինակների, այլ գաղափարական հոգևոր արժեքների մասին փորձեցի խոսել, թե ինչ է տալիս մշակույթը եւ ինչքանով է այն կարեւոր ազգի եւ անհատի ինքնության ինքն իրեն վերադառնալու, ինքն իր տեսակը գտնելու, որովհետեւ եթե մեզանից յուրաքանչյուրը իր ազգային տեսակին չվերադառնա, մենք դժվար թե ինչ-որ մեկը մեզ կարողանա ազգ կոչել։ Ես որևէ գիտական մեկնաբանություն տալ, հիմա ես մասնագիտական բաներ չեմ խոսում, ես խոսում եմ մշակութային։ Ումի 10-ները ասում, Երևանը դա երկու պարի մասին է։ Այսօրվա տերմինոլոգիայում դա կոչվում է պարերք, եւ հիմա եթե դրա մասին է խոսքը, ասենք որ շատ երկար կռիվներ եղան, որպեսզի հայկական դպրոց, հայոց դպրոց մտնող առարկան առանձին պար լիներ, ազգային պար, եւ անգամ Կրթության ազգային ինստիտուտի տնօրենը մեծ լեջ ունեցանք իրար հետ, եւ ծրագրի հեղինակը ես եմ, ես հրաժարվեցի այն առարկայով զբաղվել, չնայած ես պարի մասնակից եմ ոչ թե երկի, ես հրաժարվեցի առանձին ազգային պար առարկայով զբաղվել, որովհետեւ Խորհրդային Միությունը հենց ամենամեծ վնասը որ տվել է հայկական մշակույթին, երկն ու պարը իրարից տարանջատել են։ Իրականում հայկական մշակույթի գերակշիռ մասը պարերքային ժանրն է, եւ հենց այն, որ առաջացան առանձին պարի խմբեր եւ առանձին երգչախմբեր, վերեցին նրան, որ պարը դարձավ գրեթե բալետ եւ կովկասյան շարժումներով, այսպես ավելի քան խեղդված հաստատված չէ, խեղդված մի մշակույթ կամ կասկածելի է դա մշակույթ կոչելը եւ երկարվեստն է հասավ նրան, որ ասենք Անուշ օպերան երգում են իտալական ակցենտով եւ մշակույթը տրոհվեց մեջտեղից եւ երկուսի վրա ներազդելը շատ ավելի հեշտացավ։ Մենք հասանք նրան, որ ազգային երկու պար առարկա մտնին եւ նույնիսկ փորձում ենք համոզել, որ ազգային մշակույթ կոչվի, բայց ամեն դեպքում մենք հասանք նրան, որ դպրոցում դասավանդվելու է պարերքային ժանրը եւ պարի ներքո իրենք երգելը։ Շատ ուրախ եմ նախ հանդիպման համար, առավելևս որ մի հատ հարց ունեմ, որ ինձ արդեն 3 տարի է տանջում է։ Խոսքը դափք պարի մասին է, դափք պարին է վերաբերվում։ Նախկին խմբիս ղեկավարի հետ 3 տարի առաջ վիճաբանություն ունեցա այս պարի ծագումնաբանության վերաբերյալ, ու այդպես էլ ամեն մեկս մնաց իր տեսանկյունին։ Հիմա որպես թե ինձանից, թե իմ նախկին խմբի ղեկավարից բավական տարիքով ավելի մեծ եւ ավելի փորձառու մարդու, կուզեի իմանալ դափք պարի ծագումնաբանությունը, քանի որ իմ տեսակետն է, որ դափք պարի ոտքի շարժումը, այսինքն կոնկրետ հենց այդ հարվածի շարժումը հայկական ծագում չունի, քանի որ ավելի շատ առաջացել է Կիլիկիան Հայաստանի տարածքից, որտեղ որ ավելի վաղ ապրել են արաբներ ու 8-րդ դարից արաբական մշակույթի մեջ գոյություն ունի դափքի արաբական պարը, որ նույն երաշտական հարվածներն ունի ու նույն ոտքի շարժումը, իսկ հենց անվանումն էլ դափք է, դաբբակա արաբերեն ոտքով ուժեղ հարվածել բառից է գալիս։ Հիմա ուզում եմ հայկական դափքը ինչքանով է արաբական
ծագումն է, այսինքն ինչքանով արաբական ծագումնաբանություն ունի։ Եթե տեսել եք արաբական դափքիները, ապա ունենալով բավականին նմանություն մեր դափքի հետ, բայց բավականին տարբերվում է։ Ես ի ուրախությունից 5 անգամ եղա Անճար գյուղում, որտեղ հիմնական գրողներն են, դափքից ավել եւ գրառեցին նաեւ դաշիններով բարը, Չալմուդանգը, որը ուղղակի ցնցող ինչ-որ երևույթ է, բայց դափքի մասին ասեմ, որ ինքը ոչ միայն հարվածել է նշանակում, այլ ավելին ասեմ, ինքը թաղիկ ծեծելու բառ է։ Ինքը սա աշխատանքային բառ է, որով հին ժամանակ ասենք պատկերացրեք դուք տան կտուրը լցրել եք հողով եւ դա պիտի ճզմվեր, աղկվեր, որպեսզի անձրևը չանցներ ձեր տուն։ Եվ դա, եթե դուք մենակ ձեր տան անդամներով անեիք, դա կարող է մի 2-3 ամիս տևեր։ Դրա համար հավաքում էին ամբողջ համայնքով եւ պարում էին տան կտուրին, թաղիքը ծեծում էին հարվածներով, բայց այն որ ինքը հաստատ այդ ավերսն ունի արաբական, բայց եւ ինքը ազգայնացված է արդեն եւ հայկական երանգը ավելի քան ակնհայտ է եւ այնտեղ որևէ մեկ գոնե անճարում որևէ մեկը չի հարվածում։ Ինքը ընդհանրապես ոչ գեղեցիկ շարժումներ է տնում, այսինքն ինքը որպես այդպեսին միգուցե կենցաղից այդ երևույթը դուրս գալուց այդ աշխատանքը որ հիմա թաղիք չեն ծեծում, բայց արաբների մոտ ավելի արտացոլված է հարվածները։ Սա կարծում եմ իրենց ազգային որում անճարում պարում են 3 տեսակ, 3 արագություն է փոխվում։ Առաջինը ասում են հելեբի, այսինքն հալեբի տարբերակա, երկրորդը սովորական դափքի է եւ երրորդը արդեն լորկեի տակ են։ Այդ մեղեդին շատ նման է լորկեին, որտեղ արագ շարժումներ են։ Երրորդ տարբերակը ընդհանրապես նման չի, դափքի հետ ոչ մի առնչություն չունի եւ ասում են իրենք ծերունները ասում են որ դա բարել են միայն կանայք, բայց հիմա բոլորն են բարել։ Այսինքն ինքը իհարկե ունենալով ընդհանրություն, ինքը արդեն կարելի ասել որ հաստատ արաբները դա չեն բարի, հիմա ասենք սուրեն անունը պարսկական անուն է, բայց պարսիկները վաղուց չեն օգտագործում, մեր մոտ լիքը սուրեն կա, վախենալ պետք չի։ Գտնում եմ, որ ազգագրական պարերը պետք է պարեն տրեխներով։ Ուզում եմ դա հասկանալ, որ տրեխներով պարելն է ճիշտ թե կոշիկներով պարելը, որքան ես կոշիկների առնով բացություն կա, հա, որ քարանձավերի և ժայռերի վրա է եղել, բայց մոտ կտուր է, գիտելիքներ կներեք դուք ժայռապատկերների մեջ անգամ, նաև հին մանրանկարության մեջ անգամ, ընդհանրապես կոշիկ բառը գիտեք ինչ է նշանակում։ Կոշիկ բառը գրաբարում քոշ ասում են այծի։ Եվ այն, որ հիմա տարածված մոտեցումը, որ կրունկ հասկացողությունը առաջացել է 13-14-րդ դարում Փարիզում, որտեղ ցեխերի մեջ որպեսզի ոտերը չցեխոտվեն կրունկ էին հագնում, դա մեծագույն կեղծիք է, որովհետև դեռևս մեր թվարկությունից առաջ հայերը քոշեր էին հագնում, որտեղից առաջացել է կոշիկ անունը։ Եվ հիմա որ մեր երիտասարդները ասում են սուրթան կոշիկ եմ հագել, դա բացարձակ կապ չունի թուրքերի հետ։ Կոշիկի ծերը սուր եզրի, այս կլոր, դա այծի քոշը, դա այծն է։ Այծի կոտոշի նման սուր է եւ պարտադիր կոշիկի վերջում կրունկ կա, որը այծի սնվակն է հիշեցնում եւ սպանդարանետի տոնին պարում են նման կոշիկներով։ Եվ քոշ բառից առաջացել է կոշիկը եւ վաղնջական ժամանակներից Հայաստանում կային կոշիկներ։ Ես ցավոք սրտի կամ ուրախություն կամ չգիտեմ ինչ-որ մեկի համար կարող է ցավոք սրտի, ես արմատներով կարինցի եմ եւ կարինում կար երևույթ, որ կոչվում են մաս բաբուջ։ Այսինքն կար կոշիկ եւ մասիկ կար եւ որ գալիս էի ձեր տուն, որ կգա Ես հագնում էի տան մասիկներով կոշիկը եւ ձեր դռան մոտ հանում էի կոշիկս, մասիկս հանում էի, այսինքն իմ տան մասիկով գալիս էի ձեր տուն, որ ոչ ձեր տունը տապշկա ուզում, ոչ էլ ցեխոտ կոշիկները գան ձեր տուն։ Այդ մշակույթը եղել է քաղաքային մշակույթ։ Եվ մենք մենակ իհարկե եթե ես հակած եմ գեղեցկական տարածք, ճիշտ է հագնել տրեղ,
Բայց եթե տեսել եք, մեր տարազները իշխանական տարազներ են եւ ոսկեթել նախշազարդերով, ոսկեթել ասեղնագործությամբ, որը շատ լուրջ մշակույթ է, կլապիդոնե ասեղնագործությունը եւ այլն, եւ դա Մետաքսի ճանապարհին գտնվող քաղաքների մենաշնորհներից է։ Այսինքն այդ տարազի հետ մոտավորապես պատկերացրեք տերեխները եւ հետո խոսենք։ Այսինքն քաղաքային մշակույթի մեջ կոշիկը ավելի քան արկա է եղել, բացի կոշիկից այդ մասպահուճի երևույթը, որ մարդիկ երկու տակ կոշիկներ են ունեցել ու մնաց, այսինքն որևէ մեկը տերեխին դեմ չի, բայց յուրաքանչյուր տարածաշրջան, քաղաքային եւ գյուղական տարբեր համայնքների մոտ տարբեր տարազին բնորոշ տարբեր բաներ կան։ Այսինքն ոչ մեկն է սխալ, ոչ մյուսը, իր բաներն ունեն, իր արտացոլքը նաեւ համապատասխանեցում իրենց տարածքը։ Ես ձեր բոլորի անունից մի քիչ շնորհակալություն հայտնել պարոն Գինոսյանին, վստահ եմ, որ ահագին նոր բաներ իմացան, գոնե ես բաներ կար, որ իսկապես չգիտեի եւ շատ ուրախ եմ։ Կարծում եմ, եթե ամեն մի նման բանախոսությունից գոնե մի քանի կարևոր դեպք տեսեք տանեք, ուրեմն նշանակում է այս դասընթացը իրենք արտադրել։ Շնորհակալություն։